Արցախի և արցախցի ղեկավարների նկատմամբ, հերոսների նկատմամբ վերաբերմունքը նույնը չէ Ադրբեջանում ու Հայաստանի իշխանական հատվածում։ Ադրբեջանցիները նրանց անվանել են հանցագործներ, տերորիստներ, հետախուզում են հայտարարել, հիմա էլ ում հաջողացրել են բռնել դատում են։ Իսկ երկուշաբթի օրը Երևանում ինչ դատական նիստ է։ Մեղադրյալի աթոռին են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը։ Ադրբեջանում դատում են Արցախ ազատագրելու, պահպանելու համար, Հայաստանում վստահաբար էլի նույնը։ Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չի անում նրանց Բաքվից բերելու համար։ Մեղադրում են, թող մեզ լսեին, թող գնային բանակցելու որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Ու երբ մենք այդ դատական նիստերը գերիների նկատմամբ վերաբերմունքը համադրում ենք, եզրակացությունը այն է, որ Հայաստանում ադրբեջանա-թուրքական իշխանություն է, դա իրավիճակի գնահատական է։ Հələ պատկերացրեք, վաղը Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարի, թե Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը։ Բողոքի նոտաներա, որ կուղարկեն մինչև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, կբողոքեն մեր երկրի ներքին գործերին խառնվելու համար։ Բայց Ադրբեջանի նախագահը պահանջում է փոխել սահմանադրության կոնկրետ դրույթներ, սրանք ասում են այո, փոխելու ենք։ Կարող ենք ասել ադրբեջանա-թուրքական իշխանություն։ Կարող ենք։